գլխավոր շտաբի գրեթե գլխատումը ոչ մի բանի արդյունքի չբերեց։ Դա մի փոքր ահաբեկչական կազմակերպություն չի էլի, որ ասես շատ բան անձի վրա է բռնված, չէ, համակարգ է, բանակ է, այն էլ է բանակի պես մի բան, մեկ ուրիշին կնշանակեն հետո ինք սպանեցիր, եկավ մյուսը, ինչ ես անելու։ Սա էլ է պատրաստ բանակցել, մյուսն էլ է պատրաստ բանակցել, հա, բայց դու պատրաստվում ես կոնկրետ մարդու սպանել ինչի համար, որպեսզի դու մնաս իշխանության, օքեյ, ուրեմն պատրաստ եղի, որ ինչ-որ մի պահի քեզ են սպանել։ Այսինքն սա դուք հասկանում եք, չէ՞ որ սա ահաբեկչություն է։ Երկրի ղեկավարը ինքը իհարկե ռազմական հանցագործ է Հաագայի տրիբունալի բանով, ասենք այդ մեղադրանքով իրան պիտի ձերբակալեն, բայց ինքը բերն է բերան քրեականորեն պատժվող բան է անում, գոյություն չունի իրավական ապացույց, որ ամենին ինչ որ մեկին սպանել է։